Ucom եւ Nokia ընկերությունները կստորագրեն համագործակցության հուշագիր ինքնավար ցանցեր եւ արհեստական բանականության կիրառություն 6G զարգացման համար։ We have just witnessed the signature of a memorandum of understanding between Ucom and Nokia on the subject of autonomous networks and artificial intelligence applications for 6G. Ներդրումները արել ենք, անում ենք ու անելու ենք եւ բոլորը հանուն մեր բաժանորդների համար, հանուն մեր տնտեսության համար եւ ամենակարևորը հանուն մեր երկրի համար, մեր երկրի զարգացած տեխնոլոգիական ապակայի համար։ Շնորհակալություն։ Պարոն Երիկյան, դուք տարիների ընթացքում Հայաստանում ՏՀՏ ոլորտում ղեկավար պաշտոններ եք զբաղեցրել եւ ոլորտի զարգացման մի քանի փուլերի ականատես եք եղել։ Ձեր կարծիքով վերջին այս տարիների ընթացքում ընդունված որոշումներից որոնք են եղել իրոք ճիշտ եւ նպաստել են ոլորտի զարգացմանը եւ որոնք այնքան էլ չէ։ Այո, ես 2001-ից Հայաստանի հեռուստատվության ոլորտում կամ բավական հանգրվաններից, այսպես ասած, անցած փորձ կուտակած, ոլորտը լավ աճել է, լավ զարգացել է ու շարունակում է զարգանա ու առաջ գնա։ Մեր ոլորտը պետք է ազատ լինի։ Պետք է, չեմ ասում անկախ, ասում եմ ազատ լինի գործի եւ մրցակցությունը խաղացողների միջեւ գբերե զարգացում։ Մենք ականատես եղանք, թե ինչպես եւ որ սկսվեց շարժական գապ օրինակի համար, երկրորդ սերունդն էր, վերջը երրորդ սերունդը, վերջը չորրորդ սերունդը, վերջը հիմա 5-րդ սերունդն է ու զարգանալու եւ բոլոր խաղացողները տարբերակ չունեն, բացի գնան այդ ուղղությամբ, ի հանուն տնտեսության, ի հանուն օգտագործողներին, հասարակության եւ վերջում ի հանուն մեր երկրի զարգացմանը, որտեղ ենթակառուցվածքներ են եւ որ մեր ենթակառուցվածքները զարգանում են, դրա վրա զարգանում են մնացած բոլոր ոլորտները, այսպես ասած, եւ ընդհանուր առմամբ տնտեսությունը։ Չեմ ուզում մատնանշեմ ինչ սխալ որոշումներ եղել է կամ ինչ լավ որոշումներ եղել է, հավատում եմ, որ պետք է միշտ դրական նայենք, դրականը մանկանք եւ դրականով առաջնորդվենք դեպի առաջ։ Իսկ հիմա ինչ քայլեր ձեր կարծիքով պիտի ձեռնարկվեն, որ այս ոլորտը ել ավելի ազատ լինի, մրցակցությունը ել ավելի առողջ լինի եւ օգտակար լինի։ Նայեցեք, կարգավորումները միշտ պետք է, համապատասխան քաղաքականությունները կարգավորման տեսքով դա միշտ պետք է, որ կանոնակարգված լինի ոլորտում աշխատելը։ Բայց ոլորտում գործողները մի քիչ պետք է սկան, որ իրենք ունեն ազատություն աշխատելու ջգունությունը կա, կարողանում են պահիդակ, ոնց իրենց պետք է այդպես դրսևորվել ոլորտում, որ կարողանան անկաշկանդ ներդրումներ իրականացնել եւ միևնույն ժամանակ կարողանան ոլորտ զարգացնել, որտեղ եւ որ կա աշխարհում զարգացող տեխնոլոգիա, մենք ուզում ենք անպայման լինի մեր երկրում։ Եվ մենք չպիտի նստենք ու մտահոգվենք ու հետին մտքերի մասին սկսենք մտածենք կամ ինչ որ ոչ իրատեսական, ինչ որ խնդիրներ կարող երբեմն գա մեր առջև, դրանով զբաղվենք, դա մեզ ներքաշելու է ոչ productive, այսպես ասած, մի ընթացքի մեջ, որը գշեղի իսկական աշխատանքից, որը շարունակել զարգացնել ոլորտը, որը մենք դրան ենք հավատում, դրա համար սիրով ենք աշխատում, դրա համար ամեն օր առավոտ գնում ենք աշխատանքի, որ մենք անպայման դանենք առաջ ու շարունակենք դանել առաջ, ինչու, որտեղ ուզում ենք զարգանանք ավելի, ու որտեղ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է մեր ոլորտը, ինքը տարբերակ չունի, բացի զարգանա եւ կիրառի միշտ աշխարհի ամենանորարար տեխնոլոգիաները ունենանք Հայաստանում։ Ձեր կարծիքով այսօր ինչպես են փոխվում օգտատերերի ակնկալիքները այս ոլորտի հետ կապված։ Ինչ են ուզում այսօրվա օգտատերերը, ավելի շատ, չգիտեմ, գաղտնիություն, անվտանգություն։ Շատ բաներ ուզում են, երբեմն հասկանալով ուզում են, երբեմն չի հասկանալով ուզում են, որտեղ տեսնում են սոցցանցերում, տեսնում են տարբեր արտակներում, ինչ որ թեմաներ բդդվում, իրենք ուզում են անբաժանելի մաս լինեն այդ թեմաներից, բայց դա լավ է։ Ու մենք մեր աշխատանքի ձևով ոլորտում մենք կրթում ենք օգտատերերին, բաժանորդներին դրական առումով ասում եւ դրա համար իրենք դառնում են օրից օր, տարից տարի բանջարդեր։ Ու դա լավ բան է, որովհետեւ դա մեզ ստիպում է, որ ավելի մենք ուշադիր լինենք,
ավելի լուրջ մոտենանք մեր կատարած քայլերին ոլորտում եւ ավելի հետաքրքիր ձևով մենք համապատասխան ներդրումներ անենք, որ զարգացնենք ոլորտը։ Ու ես կասեի, որ իրենք միշտ շարունակեն այսպես, որտեղ կա այո ոլորտի կարգավորողը, կա ոլորտի հետ կապված համապատասխան մարմինները, որոնք հետևում են մեր աշխատանքներին, բայց օգտատերերն ալ մյուս կողմից ալ ոնց որ համապատասխան աուդիտորներ լինեն ու միշտ իրենց բարձրացած հարցերը մեզ ստապացնում են, որ ավելի ուշադիր լինենք եւ ավելի ուշադրությամբ գնանք դեպի առաջ։ Կան օգտատերերի ինչ-որ ակնկալիքներ ու ցանկություններ, որոնք անձամբ ձեզ համար այնքան էլ հասկանալի չեն։ Դե ես ալ օգտատեր եմ, ես ալ օգտագործում եմ ծառայություններ, ու միշտ ցանկություններ կա որոշ առումով ավելի լավը, ավելի արագը, ավելի հասանելին, ավելին, ու ինչքան մենք այդ նշացողին հասնենք, այդ նշացողը միշտ բարձրանալու է։ Ու միշտ պետք է ցկտենք ավելիին հասնենք, ու շարունակական աշխատանք կա դա, շարունակական ներդրումները, շարունակական հոգատարությունը օգտագործողների, բաժանորդների հանդեպ, բաժանորդաբեդ լինելը շատ կարևոր է, դրա համար մենք ներդրվում ենք ոչ թե միայն ենթակառուցվածքների վրա, այլ սպասարկման ոլորտում, որ հաջախորդի փորձառությունը այլ լինի, ավելի լավ լինի, ավելի զարգանա, ավելի սիրեն օգտագործել ծառայությունները եւ այստեղ ես շեշտում եմ Ucom-ը օրինակի համար իբրև դարբերվող ապրանքանիշ, որտեղ որ ինքը շատ ուշադրության կենտրոնում բանում է հաջախորդամետությունը, սպասարկումը, այո, լինում են երբեմն հարցեր, լինում են խնդիրներ, բայց հոգատարությունը պետք է միշտ դանենք առաջ, ու այս նշացողերին մենք պետք է միշտ ուշադրություն դարձնենք եւ ամեն տարի, ամեն ինչ որ իրականացած ծրագրից հետո էլի բարձրացնենք, որտեվ դա է միակ ճանապարհը, որ մեզ կտանի ներդրում ենք հիմա անում 5G-ի մեջ, մի քիչ հետո ներդրում ենք անելու ավելի զարգացած ցանցերի մեջ, ու դա միակ ու այլ ընդրանք չի գա, այս ճանապարհով պետք է գնանք։ Իսկ այսօր 5G-ի գաղափարին ոնց են վերաբերվում օգտատերերը։ Ժամանակին ինչ որ տարօրինակ վախեր կային 5G ցանցերից։ Այո, չիմանալու պատճառով մարդ կարող է երևակայել կամ կարող է ենթադրել։ Հիմա տեսան մարդիկ, որ 5G-ից առաջ 4G-ին կան, 4G-ից առաջ 3G-ին կան, ինքը տեխնոլոգիա է, ինքը ենթակառուցվածք է, ինքը հնարավորություններ տվող է, որ տարբեր տեսակի սարքավորումներ միանան ու աշխատեն, ու այսօր մարդիկ իրենց տներում, իրենց աշխատավայրում, իրենց ավտոմեքենաներում վայելում են այս շարժական զարգացող ցանցերը, ենթակառուցվածքները, ու աբական շարունակելու է այսպես, որտեղ 5G-ից հետո գալու է եւս այլ ուրիշ ցանցեր, ու մենք կամաց գնում ենք ինքնավար ցանցերի, ու մենք ցկտում ենք ու ունենք այդ հավակնությունը, որ ուզենանք կառուցենք այսպիսի ցանցեր, խոսում ենք արհեստական բանականությունից, որտեղ արհեստական բանականությունը ինչ որ մի բա աբակայում կարող է մոտիկ աբակայում ինքը արդեն վերածե ենթակառուցվածքը ինքնավար ցանցերի։ Ինչ ենք հասկանում ինքնավար ցանց ասելով։ Այսինքն ցանցը ինքն իրեն աշխատում է, ինքն իրեն վերլուծում է, ինքն իրեն համապատասխան փոփոխություններ անում է, որտեղ որ տեսնում է ազգաբնակչության կանալը քիչ է, այնտեղ թեթևացնում է հնարավոր թողունակությունները ուժ տալով ուրիշ տեղ թողունակությունների, որտեղ որ ազգաբնակչությունը շատ է, ինքն իրեն արդեն ունենում է համապատասխան արհեստական բանականության վրա հիմնված մտածող ու կառավարող, ու այսպես ինչ որ միցեվով, բայց միանշանակ մարդու գործոնը մնալու է այնտեղ, որտեղ ըստ երակույն հսկողը լինելու է մարդը։ Ձեր կարծիքով մոտավորապես քանի տարի անց կունենանք նման ինքնավար ցանցեր։ Նայեցեք, տեխնոլոգիան, եթե խոսենք շարժական կապի մասին, տեխնոլոգիան էվոլյուցիա է, զարգանում է, ու մոտավորապես յուրաքանչյուր 10 տարին մեկ մենք ականացնես ենք լինում ինչ-որ մի նոր տեխնոլոգիա։ 5G կամ 5-րդ սերունդը արդեն լույս տեսավ 2020-ականի սկիզբը, 2019-2020, դրանից առաջ 4G-ն, որտեղ որ առաջամարտիկ դիրքերում ես անձնապես կայի եւ որ մեկնարկեց Հայաստանում, դա դեղի ունեցավ 2010 թվականին։ Կարող ենք ասել, որ սիկլը յուրաքանչյուր 10 տարին անգամը ինչ որ նորություն, այսպես հրամցնում է։ Փաստորեն 2030-ի մոտ արդեն ինչ որ լուրջ փոփոխություններ կան։ Այս անգամ տեխնոլոգիան մի քիչ ավելի արագ է զարգանում, կարող է ավելի շուտ։ Հիմա երբ լինի, մենք դրան պատրաստ պետք է լինենք։ Հայաստանում այսօր մի շարք ստարտափներ կան, ՏՀՏ ոլորտում գործող։ Դուք ինչպես կգնահատեիք նրանց պոտենցիալը եւ նրանց մրցունակությունը մանավանդ միջազգային հարթակներում։ Ես կարող եմ ասել հետեւյալը, շատ ստարտափներ կա, լիցենզավորված,
Ոմանք աշխատում են ճիշտ ձևով, ոմանք դեռ փորձում են հասկանան, թե ոնց աշխատեն։ Ես իրենց խորհուրդ կտայի չի վախենան, անվախ լինեն, առաջ նետվեն, ռիսկեր վերցնեն, բայց միշտ փորձել գործել սպիտակ։ Այդ կա նկատի։ Փորձել գործել սպիտակ ինչ շատ է նշանակում։ Այո, որովհետև մենք ունենք այսօր ստարտափների նման շատ օպերատորներ, շատ, այսպես ասած, ընկերություններ, որոնք գործում են տարբեր տեղեր մեր երկրում, տարբեր աշխարհագրական վայրերում, մի քիչ ավելի ուշադիր պետք է լինենք կամ լինեն իրենց գործունեության, խոշորների նման չեն գործում, խոշորները, որտեղ փորձում են անել ամեն ինչ օրենքի սահմանում, տապանցիկ ձևով, այնտեղ այնքան տապանցիկ կամ այնքան սպիտակ չի, դա մի քիչ ես խորհուրդ կտայի միշտ կան դեպի սպիտակ դաշտը։ Սենց մի փոքր անձնական գուցե հարց, եթե կարողանայիք ժամանակի մեջ հետ գնալ եւ հանդիպել երիտասարդ Ռալֆ Երիկյանին, ով դեռ իր կարիերայի ամենասկզբում էր, ինչ խորհուրդ կտայիք, հա, իրեն։ Ես կասեի սկիզբից համալսարանը ավարտելուց հետո պետք է հեռուստատեսության ոլորտ մտներ Ռալֆ Երիկյանը։ Աշխատանքի սկսեց ավարտելուց հետո 92 թվին, բայց հեռուստատեսության ոլորտ մտավ 99-ին։ Այնտեղ 7 տարի գործընթաց։ Չնայած փորձը շատ երկար է հեռուստատեսության ոլորտում, բայց այնուամենայնիվ ավելի հաճելի կլինի, որ 92 թվից սկզբից, այսինքն, բայց իհարկե ցանկացած մարդու համար կասեի աստիճանը ներքևից պետք է բարձրանանք, ոչ թե ուզենանք միանգամից աստիճանի գլխի վրա նստենք, կամաց քայլ առ քայլ, փորձ կուտակելով, սովորելով, իմանալով, բարձրանալ ու անպայման հաջողությունների կհասնենք։ Ձեր կարծիքով Silicon Mountains-ը ինչպես կարող է նպաստել ՏՀՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում։ Յուրահատուկ հոյակապ հարթակ է, որտեղ հավաքում է իր շուրջ մասնակիցներ, փորձառուներ, ճանապարհ անցած մարդիկ, որտեղ կիսվում է կարծիքներ, փորձեր, խորհուրդներ հնչեցվում ու դա բրենդ է, որը դարի ստանում է իր համապատասխան հետաքրքրությունը, ու ինքը կարողանում է մագնիսի նման բերել համաշխարհային, այսպես գիգանտներ, որոնք ունեն փորձ, անցել են ճանապարհ ու այսօր դա մեզ պետք է։ Ավելի հավատում եմ, որ վաղվա մեր Հայաստանի օրը տեխնոլոգիական առումով ավելի լավ լինելու է այսօրվանից, ավելի լավն է լինելու երեկվանից, ու մենք գնում ենք այդ ճանապարհով ու ականատես է նա, որ նայեցեք Silicon Mountains-ի նման միջոցառումը ինչքան փորձագետներ բերում է, ինչքան հետաքրքրված մարդիկ կան գալիս են այստեղ, ու մենք ժողովուրդ ենք, որ սիրում ենք սովորելը, ու ցկտում ենք ավելին, ու ուզում ենք հասնել ավելին, ու անպայման դա լինելու է ոչ հեռու ապագայում։ Մենք հասնելու ենք շատ բարձունքների։ Շատ շնորհակալություն այս զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։